Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիահաբի հարգելի հետևորդներ եւ այսպես սա արձակուրդից հետո մեր առաջին հանդիպումն է, ճիշտ ասած հույս ունեի, որ առաջին հանդիպումը կսկսենք որևէ դրական նոտայով, սակայն ցավալիորեն վերադառնալով Հայաստան շատ քիչ է գտնել ինչ-որ մի դրական իրադարձություն։ Հայաստանում արդեն տևական ժամանակ է դրական է համարվում այն իրադարձությունը, որը համեմատաբար մյուսներին իր մեջ ավելի քիչ չարիք է պարունակում։ Եվ հենց դա էլ մենք արդեն անունը դնում ենք ինչ-որ դրական նորություն։ Երկու օր է, որ համացանցում տարածված են տեսանյութեր ՔՊ պատգամավոր, ապագայում հնարավոր ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ տեսանյութերը։ Մի տեսանյութում նա մեքենայով գնում է իր ճակերտների մեջ ածված հակառակորդի տան մոտ սեռական բնույթի հայոյանքներ հնչեցնում, մյուս տեսանյութում նա ծեծ է ուտում այդ էլի եմ ասում ճակերտավոր հակառակորդի կողմից։ Եվ նշենք, որ արդեն իսկ այդ գործով կա 5 ձերբակալված։ Ես ամենևին չեմ ուզում մտնել իրավական այդ քննարկումների մեջ, թե ով է մեղավոր, որ կողմն է հրահրել, սկզբնաղբյուրը եղել այդ ոնց հասկանում եմ տևական ժամանակ այդ հակամարտությանը, ամենևին, որովհետև նախ այդ հարցով թող զբաղվեն իրավապահները, երկրորդը, ինչպես ես հասցրել եմ հասկանալ, Հայկ Կոնջորյանի եղբայրը առաջին անգամ չէ, որ հայտնվում է ինչ-որ մի սկանդալի կիզակետում։ Ես կքննարկեմ այն քաղաքական պատասխանատվության ու բարոյական պատասխանատվության մասին, որը ցավալիորեն Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության մոտ բացակայում է։ Նայեք, հարգելի հետևորդներ, Հայկ Կոնջորյանը ՔՊ-ի կողմից ընտրվել է որպես ապագայում այս նոր ձևավորված խորհրդարանի փոխնախագահ։ Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ Հայկ Կոնջորյանի փոխարեն կարող էին մեկ ուրիշին առաջադրել, որը էլ ավելի լավը կլինի, ամենևին կապ չունի, թե ով կլինի ՔՊ-ի թեկնածուն ԱԺ փոխնախագահի պաշտոնին։ Սակայն կարծում եմ Հայաստանում պետք է հստակ գործի քաղաքական եւ բարոյական պատասխանատվության ինստիտուտը, որը եթե նույնիսկ օրենքով սահմանված էլ չէ, դա պետք է լինի կուսակցությունների, քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների ներքին պարտավորվածությունը։ Եթե որևէ մի գործի մերձավոր ազգականը պարբերաբար հայտնվում է ինչ-որ մի սկանդալի կիզակետում, դա արդեն միայն այդ անձի խնդիրը չէ։ Դա արդեն նաև այն անձի խնդիրն է, որը հավակնում է բարձր պաշտոն զբաղեցնել։ Դա նաև այն քաղաքական ուժի խնդիրն է, որը այդ անձին առաջադրում է տվյալ պաշտոնի համար։ Եթե մի մարդ չի կարողանում ազդել իր մերձավոր ազգականների վրա, եթե մի մարդ չի կարողանում իր մերձավոր ազգականներին բերել օրինական դաշտ, անել այնպես, որպեսզի այդ մարդիկ չհայտնվեն, ընդ որում պարբերաբար չհայտնվեն սկանդալների կիզակետում, պարբերաբար չհայտնվեն օրինախախտի դերում, ապա ինչպես կարող է այդ մարդը հավակնել, ղեկավարել մի ամբողջ պետություն։ Ինչպես կարող է այդ մարդը հավակնել, որպեսզի լինի օրենսդիր մարմնի ղեկավար կազմում։ Եթե էլի եմ շեշտում, մարդը չի կարողանում ազդել իր մերձավոր ազգականների վարքի վրա, ապա այդ մարդը չի կարող նաև իր նպաստը բերել պետության բարօրությանը, պետության զարգացմանը։ Եվ եկեք հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ 5 ձերբակալվածների մեջ չկա Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Իհարկե նա ծեծուտողն է, սակայն Հայաստանում առաջին անգամ չէ, որ հենց ծեծուտողը համարվել է մեղավորը որևէ մի իրադարձության եւ նրա նկատմամբ նույնպես հարուցվել է քրեական հետապնդում։ Հայաստանում իդեպ դատապարտելի պետք է լինի ոչ միայն
բռնությունը, ես իհարկե դատապարտում եմ այն բռնությունը, այն ծեծը, որը իրականացվել է Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ։ Սակայն միևնույն ժամանակ ես դատապարտում եմ սեռական բնույթի հայոյանքները մեկ այլ քաղաքացու հասցեին, մանավանդ այդ քաղաքացու տան մոտակայքում, մանավանդ այդ քաղաքացու ընտանիքի, կնոջ, ծնողների, երեխաների ներկայությամբ։ Երկուսն էլ համարժեք դատապարտելի են, եւ եթե պետք է քրեորեն հետապնդվի մի կողմը, ապա նույն հետապնդումը պետք է հարուցվի նաեւ մյուս կողմի վրա։ Սակայն ելի եմ շեշտում, հարգելի հետևորդներ, դա թողնենք իրավապահներին։ Ցավալիորեն եւս մեկ անգամ փաստենք, որ գոյություն չունի քաղաքական պատասխանատվության զգացում, գոյություն չունի բարոյական պատասխանատվության զգացում։ Իհարկե եղել են դեպքեր, երբ Նիկոլ Փաշինյանը SMS-ով հորդորել է այս կամ այն պատգամավորին վայր դնել մանդատը, սակայն դա չի եղել քաղաքական պատասխանատվության այդ գիտակցության համատեքստում, դա եղել է զուտ այն պատճառով, որ այս կամ այն պատգամավորը ինչ որ մի ձևով չի կատարել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։ Եթե իրոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցանկանում է ներկայանալ այն երեսով, որի մասին, որ իրենք անդադար թմբկահարում են, իբր կա ներքին ժողովրդավարություն, իբր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ազատ է եւ այլն, ապա պետք է անմիջապես փոխի Հայկ Կոնջորյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնի այդ տեխնացուներից։ Պետք է առաջադրի մեկ ուրիշին, որպեսզի հանրությունը ի վերջո համոզվի, որ Հայաստանում այնուամենայնիվ ինչ որ մի չափով չի տիրում անպատժելիության մթնոլորտը։ Իհարկե մի դեպքը բավարար չէ, որպեսզի հանրությունը գա այդ մտքին, որ կարող են պատժվել նաև իշխող ուժի ներկայացուցիչները։ Իհարկե պատժվել ասելով ես նկատի չունեմ, որ Հայկ Կոնջորյանի նկատմամբ քրեական գործ հարուցեն։ Ես նկատի ունեմ, որ Հայկ Կոնջորյանը պարզապես դուրս մղվի այն մարդկանց շարքից, որոնք հավակնում են ղեկավարել Հայաստանի օրենսդիր մարմինը։ Հայկ Կոնջորյանը իր մաշկի վրա պետք է զգա, թե ինչ է նշանակում անպատժելիություն։ Հակառակը իր մաշկի վրա պետք է զգա, որ այնուամենայնիվ Հայաստանում աստիճանաբար պետք է գործի պատժելու այդ համակարգը։ Քաղաքացիական պայմանագիրը միանշանակ պետք է Հայկ Կոնջորյանին հետ կանչի տեխնացուների շարքից։ Հակառակ դեպքում մենք կփաստենք, որ այո, Հայաստանում հերթական անգամի դեպ կփաստենք, որ Հայաստանում տիրում է անպատժելիության մթնոլորտ։ Հայաստանում գոյություն չունի քաղաքական պատասխանատվության գիտակցություն։ Հայաստանում գոյություն չունի բարոյական պատասխանատվության գիտակցություն, որ իշխող ուժի ներկայացուցիչները իրենց վեր են դասում հասարակության մնացյալ բոլոր շերտերից, որ իրենք արտոնյալներ են եւ իրենց ազգականներին կարելի է ամեն ինչ։ Հարգելի հետևորդներ, եկեք մի պահ ձեր ուշադրությունը դարձնեմ մի հանգամանքի վրա։ Եթե տեսանկարահանված չլինեին այդ կադրերը, արդյոք մենք կիմանայինք այդ սկանդալի մասին եւ արդյոք այդ սկանդալը չէին փորձի ծածկադմփոց, այսպես ժողովրդի լեզվով ասած, ծածկադմփոց անել եւ շարունակել իրենց հետագա գործունեությունը։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ միգուցե այդպես էլ եւ անեին, սակայն փաստն այն է, որ տեսանյութերը կան։ Փաստն այն է, որ այն ստացել է հանրային մեծ հնչեղություն։ Որքան էլ Հայկ Կոնջորյանը չկմեղանավ, թե իբր ինքը որևէ կապ չունի այդ իրադարձությունների հետ, այո, գուցե ուղակի կապ չունի, սակայն կապ ունի նրա եղբայրը, եւ նա պետք է պատասխանատվություն կրի։ Եղբայրը եթե կրի իհարկե իրավական պատասխանատվություն, Հայկ Կոնջորյանը պետք է այդ ամենի համար կրի քաղաքական պատասխանատվություն։ Իդեպ, հարգելի հետևորդներ, քաղաքական պատասխանատվություն ասելով խոսքս միայն իշխանությանը չի վերաբերում։ Քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում եւ ընդդիմադիր։ Մենք հաճախ ենք խոսում քաղաքական ուժի լեգիտիմության ոչ լեգիտիմության մասին եւ որպես կանոն
լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ ասելով հասկանում ենք միայն իշխող ուժին։ Եվ եւս մի թյուր մոտեցում այդ հարցի շուրջ։ Շատ հաճախ լեգիտիմությունը կապում են ընտրությունների հետ, սակայն միայն ընտրություններով չէ պայմանավորված քաղաքական ուժի օրինականությունը։ Նույնիսկ եթե քաղաքական ուժը իշխանության է եկել արդար, թափանցիկ, մաքուր ընտրություններով, նա կարող է կորցնել իր քաղաքական լեգիտիմությունը, եթե իշխանության գալուց հետո իր նախընտրական խոստումների տրամագծորեն հակառակ քայլեր է անում։ Ինչպես օրինակ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր, որ Արցախի հարցը կլուծի ԵԱԿ Մինսկի շրջանակներում, երբ խոստանում էր հետ բերել կորուստները, այնուհետև գալով իշխանության արեց տրամագծորեն հակառակ քայլեր։ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում եւ դիմեց ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման համար։ Ահա դրանով Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կորցրեցին իրենց քաղաքական լեգիտիմությունը, որովհետև նրանց ձայն էին տվել այլ բանի համար, նրանք արեցին միանգամայն հակառակ քայլեր։ Նույնն էլ կարող է վերաբերել ընդդիմությանը։ Եթե ընդդիմությունը գալիս է խոստումներով, համոզվածությամբ, բոլորից վստահեցնելով, որ իրենք ունեն մեկ օրակարգ, այն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որ ընտրություններից հետո մենք ունենալու ենք այլ իշխանություն, սակայն ընտրություններից հետո վերցնում են մանդատները եւ ողջամիտ ժամանակահատվածում չեն կարողանում իրականացնել իրենց խոստումը, նրանք նույնպես կորցնում են քաղաքական լեգիտիմությունը։ Իդեպ մանդատներ վերցնել չվերցնելու հետ կապված այդ հարցին մի քիչ չափազանցված մոտեցում է հաղորդվում հանրության կողմից։ Հավատացեք, մանդատներ վերցնել կամ չվերցնելը չէ իշխանափոխության գրավականը։ Իշխանափոխության գրավականը այն հստակ օրակարգն է ու քայլերի հաջորդականությունը, որը պետք է ունենա ընդդիմությունը։ Այդ ամենը կարող է իրագործել թե մանդատները վերցնելով եւ թե չվերցնելով։ Այսինքն իշխանափոխությունը կապված չէ բուն մանդատից, այլ կապված է օրակարգից։ Այն, որ հնարավոր է 5 տարվա ընթացքում մոտ 20 ՔՊԱ-ական падգամավոր միանան իշխանափոխության պահանջին, դա ոչ թե օրակարգ է կամ հստակ քայլերի հաջորդականություն, այլ ընդամենը բարի ցանկություն։ Դրա համար եմ ասում, ողջամիտ ժամանակներում ընդդիմությունը պետք է հստակ ցույց տա իր օրակարգը իշխանափոխության եւ քայլերի հաջորդականությունը, որովհետեւ իրենք դրա համար են մանդատ ստացել, այլ ոչ թե խորհրդարանում ինչ որ կառուցողական քննարկումների մեջ մտնելու։ Եվ եթե նա այդ ողջամիտ ժամկետը սպառում է, ընդդիմությունը նույնպես կորցնում է իր քաղաքական լեգիտիմությունը։ Եվ հենց այստեղ է առաջանում քաղաքական պատասխանատվության պահը։ Եթե ընդդիմությունը գիտակցում է, որ այնուամենայնիվ իրեն չի հաջողվում իրականացնել այն խոստումները, որով ներկայացել էր հանրությանը, քաղաքական պատասխանատվությունը պահանջում է, որպեսզի նրանք վայր դնեն մանդատները, ներողություն խնդրեն հանրությունից եւ հեռանան։ Հակառակ դեպքում 5 տարի մնալով խորհրդարանում նրանք կմսխեն այն քվեն, այն վստահությունը, որը ստացել էին ընտրությունների ժամանակ։ Իդեպ, հարգելի հետևորդներ, թող տպավորություն չստեղծվի, թե Հայաստանում ընդհանրապես քաղաքական պատասխանատվություն երբևէ չի եղել։ Հիշեցնեմ, որ դեռևս ժամանակին Արթուր Վանեցյանը, Հայրենիք կուսակցության առաջնորդը, երբ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն էր, վայր դրեց падգամավորական մանդատը եւ հայտարարելով, որ իր համար խմբակցության ղեկավար լինելը, իր համար падգամավոր լինելը ինքնանպատակ չէ, եւ եթե այդ մանդատը չի մոտեցնում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա ինքը խորհրդարանում չի ցանկանում մնալ։ Ահա հենց սա քաղաքական պատասխանատվության վառ օրինակ է։ Սա հստակ բարոյական պատասխանատվության վառ օրինակ է։ Կարծում եմ, մեր ընդդիմադիր ուժերը, մեր քաղաքական գործիչները պետք է օրինակ վերցնեն այդ քայլից։
որովհետև անդադար մցխելով հանրության վստահությունը, նրանք մցխում են ոչ միայն իրենց կոնկրետ քաղաքական ուժի հանդեպ հավատը, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի նկատմամբ։ Այնուհետև ակնկալել եւ մեղադրել հանրությանը, թե իրենք ինչի փողոց դուրս չեն գալիս, ինչի այս քայլին չեն դիմում, ինչի այն քայլին չեն դիմում, ինչու չեն մասնակցում ընտրություններին եւ այլն, ապա թող արմատները գտնեն հենց իրենց մեջ։ Հանրությունը երբևէ մեղավոր չի, որ չի հավատում այս կամ այն ուժին։ Այդ ուժն է մեղավոր, որ չի կարողանում հավատ ներշնչել հանրությանը։ Իսկ հավատ ներշնչում են առաջին հերթին հենց քաղաքական ու բարոյական պատասխանատվության գիտակցությամբ ու դրա դրսևորմամբ։ Եվ հաղորդումը թերևս ավարտենք նրանով, ինչով սկսել ենք։ Հիմա մենք կսպասենք, հարգելի հետևորդներ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակի առաջ մղել Հայկ Կոնջորյանի թեկնածությունը որպես ԱԺ փոխնախագահի, իդեպ հաշված օրեր են մնացել նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստին, եթե առաջ մղի, ապա մենք կհամոզվենք հերթական անգամ 100% կհամոզվենք, որ քաղաքացիական պայմանագրի համար այնպիսի չակերտավորացած դատարկ հասկացություններ, ինչպիսին այդ քաղաքական պատասխանատվությունն է, բարոյական պատասխանատվությունն է, գոյություն չունի, որ նա առաջնորդվում է միայն խմբային շահերով, որ իր խմբակի շահը վեր է, քան հանրային շահը։ Իսկ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նույնիսկ հանուն իր շահի, շեշտում եմ, նույնիսկ հանուն իր շահի չառաջադրի Հայկ Կոնջորյանին որպես ԱԺ փոխնախագահ, ապա թերևս մենք կմտածենք, որ այնուամենայնիվ Հայկ Կոնջորյանը կրեց այն քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, այն արարքների պատասխանատվությունը, որոնք որ թույլ է տալիս իր մերձավոր ազգականը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։